Ողջույն։ Գիտնականները ֆունկցիոնալ առումով սպանել են բջիջները, ապա վերակենդանացրել։ Արդյունքում դրանք ստացել են զոմբի բջիջներ անվանումը։ Գիտափորձն անցկացրել են սինթետիկ կենսաբանության առաջատար լաբորատորիաներից մեկի Քրեյգ Վենթերի ինստիտուտի հետազոտողները։ Նրանք վերցրել են բակտերիաներ, քայքայել են դրանց սեփական դնեթեր մինչև ֆունկցիոնալ մահվան վիճակ, իսկ հետո ներսում տեղադրել են լրիվ այլ գենոմ։ Ու բջիջների մի մասն իսկապես կենդանացել է, սկսելով կիսվել եւ աշխատել արդեն օտար գենետիկական ծրագրով, որպես հիմք օգտագործել են Mycoplasma capricolum բակտերիան։ Այն մշակել են միտոմիցին C պրեպարատով, նյութով, որն այնքան ուժեղ է վնասում դնթ-ն, որ բջիջը կորցնում է կիսվելու ունակությունը։ Բջջի ստրուկտուրան մնում է ամբողջական, սակայն գենետիկորեն այն այլևս չի գործում։ Ըստ էության դա թաղանթ է առանց աշխատող ծրագրի։ Այնուհետև այդ բջիջների մեջ ներմուծել են մեկ այլ տեսակի Mycoplasma mycoides-ի սինթետիկ գենոմը։ Փոխպատվաստումից հետո բջիջների մի փոքր մասը սկսել է իրեն դրսևորել որպես կենդանի օրգանիզմ։ Դրանք կիսվել են, սինթեզել են սպիտակուցներ ու ամբողջությամբ անցել նոր գենետիկական կոդի։ Հին գենոմը ոչնչացված էր, նորն իր վրա էր վերցրել կառավարումը։ Գիտափորձի գլխավոր գաղափարն առաջին հերթին բջիջի ամբողջությամբ անջատելն էր, սխալ արդյունքներից խուսափելու համար։ Կենդանի բակտերիաների մեջ նոր գենոմ փոխպատվաստելու նախորդ փորձերի ժամանակ առաջանում էր խնդիր։ Բջիջները չէին ընդունում օտար դնթ-ն ամբողջությամբ։ Դրա փոխարեն նրանք պարզապես կտրում հանում էին դրանից առանձին օգտակար հատվածներ, օրինակ հակաբիոտիկների նկատմամբ կայունության գեները։ Դա նման էր հաջող փոխպատվաստման, սակայն իրականում բջիջը մնում էր նույնը։ Իսկ երբ սեփական դնթ-ն քայքայված է, նման փոխանակումն անհնար է։ Բջիջը կամ ամբողջությամբ ընդունում է նոր գենոմը, կամ չի գոյատևում։ Այդ պատճառով զոմբի բջիջների մեթոդը շատ ավելի ճշգրիտ է։ Առայժմ տեխնոլոգիան աշխատում է միայն մոլիկուտես դասի բակտերիաների համար։ Դրանք փոքր գենոմներով շատ պարզ միկրոօրգանիզմներ են, բայց եթե գիտնականներին հաջողվի մոտեցումը հարմարեցնել ավելի տարածված բակտերիաների, օրինակ աղիքային ցուպիկի համար, կստեղծվի սինթետիկ կենսաբանության ունիվերսալ հարթակ։ Հնարավոր կլինի զրոյից ստեղծել գենոմներ եւ ստուգել դրանք բառացիորեն տեղադրելով նախապատրաստված բջջային թաղանթների մեջ։ Այս աշխատանքը շարունակում է հետազոտությունների գիծը, որը նույն խումբը սկսել է մոտ 15 տարի առաջ։ Այն ժամանակ գիտնականներն առաջին անգամ հավաքել էին մոտ 1.1 միլիոն հիմնային զույգից բաղկացած սինթետիկ գենոմ ու գործարկել այն բջջի մեջ։ Հիմա նրանք անում են հաջորդ քայլը։ Սովորում են նախ զրոյացնել բջիջները, իսկ հետո վերագործարկել դրանք նոր գենետիկական ծրագրով։ Ըստ էության խոսքը օպերացիոն համակարգի գաղափարը կենսաբանության տեղափոխելու մասին է։ Կա ապարատային մաս բջիջը ու կա ծրագրային մաս գենոմը։ Հեռացնելով հին ծրագիրը ու ներբեռնելով նորը, կարելի է ստանալ այլ հատկություններով օրգանիզմ։ 20 տարի շարունակ գիտնականները կլոնավորել են միևնույն մկանը։ Սերնդեսերունդ առանց խաչասերման, առանց գեների խառնման։ Ու 58-րդ փորձի ժամանակ գիծը պարզապես ավարտվել է։ Մկնիկները ծնվել են, սակայն անգամ մեկ օր էլ չեն ապրել։ Գիտափորձն անցկացրել է Յամանաշի համալսարանի խումբը 2005 թվականից ի վեր հետազոտողները կրկնել են միևնույն ցիկլը։ Վերցրել են հասուն մկան բջջի կորիզը, տեղափոխել այն սեփական կորիզից զուրկ ձվաբջջի մեջ, աճեցրել կլոնին, իսկ հետո օգտագործել նրա բջիջները հաջորդ կլոնավորման համար։ Այսպես ստեղծվել է գենետիկորեն գրեթե նույնական կենդանիների շղթա։ Առաջին տասնյակ սերունդները կայուն տեսք են ունեցել, կլոնները ծնվել են, մեծացել, գենետիկական նյութ տվել հաջորդ ցիկլի համար, բայց մոտավորապես 25-րդ սերնդից հետո արդյունավետությունը սկսել է ընկնել։ Հղիություններն ավելի հաճախ են ընդհատվել, սաղմերն ավելի վատ են զարգացել, մինչև 27-րդ սերունդը անկումը նկատելի է դարձել, իսկ 58-րդին գիծը փաստացի կտրվել է։ Ի սկզբանե ակնկալվում էր, որ խնդիրը կապված կլինի էպիգենետիկայի կլոնավորման ժամանակ դնթ վերածրագրավորման սխալների հետ։ Նման խափանումներն իսկապես հայտնի են, կլոնների մոտ հաճախ նկատվում են մեծացած ընկերք, մարմնի զանգվածի փոփոխությունների եւ այլ շեղումներ, բայց հետազոտողները հայտնաբերել են անսպասելի մի բան։ Այս առանձնահատկությունները սերնդեսերունդ չեն ավելացել։ Վաղ եւ ուշ կլոնները մոտավորապես նույն տեսքն են ունեցել, ապրել են նորմալ ու աստիճանական վատթարացում ցույց չեն տվել։ Ապա գիտնականները ստուգել են մեկ այլ տարբերակ՝ մուտացիաների կուտակումը, եւ հենց այստեղ ի հայտ է եկել Մյուլլերի արգելանիվ կոչվող դասական էվոլյուցիոն մեխանիզմը։ Այն նկարագրում է մի իրավիճակ, երբ սեռական բազմացման բացակայության պայմաններում անդառնալիորեն կուտակվում են վնասակար մուտացիաները։ Առանց ռեկոմբինացիայի օրգանիզմը չի կարողանում մաքրել գենոմը, համատեղելով տարբեր տարբերակներ ու մի կողմ նետելով անհաջողները։ Կլոնավորված մկների դեպքում իրավիճակը հատկապես դաժան է։ Կլոնավորման համար օգտագործվել են սոմատիկ բջիջներ, որոնք արդեն անցել են բազմաթիվ բաժանումներով եւ կուտակել են մուտացիաներ դեռ մինչև գիտափորձի սկիզբը։ Այնուհետև այդ մուտացիաները փոխանցվել են առաջ, իսկ նորերն ավելացել են կլոնավորման յուրաքանչյուր հաջորդ ցիկլում։ Մոտավորապես 25 սերունդ անց սկսել են հայտնվել խոշոր քրոմոսոմային խանգարումներ, ընդ որում ողջ մնացած կենդանիները դեռ կարող էին առողջ տեսք ունենալ։ Հետազոտողները
հետազոտողները դա բացատրում են կոշտ սաղմնային ընտրությամբ, մինչև ծնվել հասել են միայն այն առանձնյակները, որոնց մուտացիոն բեռը մնացել է կյանքի հետ համատեղելի, բայց այդպիսիք գնալով պակասել են։ Ի վերջո գիծը դադարել է վերարտադրվել։ Գիտնականներն նաև ստուգել են, թե ինչ տեղի կունենա, եթե կլոնավորված մկներին վերադարձնեն սովորական սեռական բազմացման։ Պարզվել է, որ նույնիսկ ուշ սերունդները երբեմն կենսունակ սերունդ են տալիս նորմալ սեռական բեղմնավորման դեպքում։ Սա հաստատում է ռեկոմբինացիայի առանցքային դերը, գեների խառնումը թույլ է տալիս մասամբ ազատվել կուտակված վնասակար մուտացիաներից։ Գիտափորձը հազվագյուտ հնարավորություն է տվել անմիջականորեն ստուգելու, թե ինչ կլինի, եթե կաթնասունը բազմանա միայն կլոնավորմամբ։ Արդյունքը միանշանակ է։ Առանց սեռական բազմացման գենոմն աստիճանաբար դեգրադացվում է ու գիծն ի վերջո մահանում է։ Փաստացի գիտնականները սերնդեսերուն դիտարկել են դանդաղ գենետիկական էրոզիա, ու սահմանն անսպասելիորեն կոնկրետ է՝ կլոնավորման մոտ 60 ցիկլ։ Դրանից հետո նույնիսկ իդեալական կրկնված պատճենը դադարում է աշխատել։ Պատկերացրեք երկրի ուղեծրի չափերի արհեստական աշխարհ, ոչ թե մոլորակ, այլ հսկայական օղակ աստղի շուրջ։ Օղակի ներքին մակերևույթը պիտանի է կյանքի համար, իսկ մակերեսը միլիոնավոր անգամներ գերազանցում է երկրի մակերեսը։ Այսպես է սկսվում ֆանտաստ գրող Լարի Նիվենի «Օղաշխար» վեպը։ Ըստ սյուժեի, հետազոտողների խումբն ուսումնասիրում է հսկայական արհեստական մեգակառույցը, օղակ, որը պտտվում է աստղի շուրջն ու կենտրոնախույս ուժերի հաշվին ստեղծում արհեստական գրավիտացիա։ Օղակի եզրային պատերը պահպանում են մթնոլորտը, իսկ ցերեկն ու գիշերը ձևավորվում են ուղեծրային էկրանների համակարգի միջոցով։ Գրքի գլխավոր գաղափարը ոչ թե արկածներն են, այլ ինժեներիայի մասշտաբները։ Օղաշխարն ունի մոտավորապես երկրի ուղեծրի չափ տրամագիծ, իսկ նրա բնակելի մակերևույթը միլիոնավոր անգամներ մեծ է մեր մոլորակի մակերեսից։ Սա արդեն ոչ թե մեգակառույց է, այլ ամբողջ արհեստական էկոհամակարգ՝ իր օվկիանոսներով, կլիմայով ու քաղաքակրթություններով։ Հետաքրքիր է, որ գրքի հրատարակությունից հետո ընթերցողները սկսեցին քննարկել կառույցի կայունությունը։ Պարզվեց, որ նկարագրված տեսքով օղակն անկայուն կլիներ և կարող էր տեղաշարժվել դեպի աստղը։ Հաջորդ վեպում հեղինակը ստիպված եղավ ավելացնել կայունացման համակարգեր։ Սա հազվադեպ դեպք է, երբ գիտական քննադատությունն ազդել է գեղարվեստական ստեղծագործության շարունակության վրա։ Օղաշխարը դարձավ կոշտ գիտական ֆանտաստիկայի ամենահայտնի գաղափարներից մեկը։ Այն ցույց է տալիս ինժեներիայի հնարավոր սահմանագիծն օբյեկտի տեսքով, որը մի ամբողջ ուղեծիր վերածում է կյանքի համար պիտանի աշխարհի։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։